Ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, հիշեցնում, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք դուք մեզ լսում։ Հիշեցնեմ, որ կարող եք նաեւ թվային բոլոր հարթակներում մեր հաղորդումները դիտել, նաեւ ցանցի մարդիկ հաղորդումը, որը մենք այս պահին սկսում ենք։ Իսկ իմ հյուրը Անի Հովսեփյանն է, դերասանուհի, բլոգեր Անի ջան, բարի օր։ Ողջույն։ Շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել ու այսօր մեր տաղավարում եք։ Եվ դերասանությունից ենք խոսելու եւ առհասարակ Անիից ենք խոսելու եւ բլոգինգից։ Ուզում եմ այն ինչը ամենահոգեհարազատն է երևի, ով է Անին, այդտեղից սկսենք, ձեր մասին պատմեք, ներկայացնելով ձեզ ինչպես եք դուք ձեզ տեսնում կողքից, հետո փորձենք արդեն մյուս կողմերից նայել ձեզ։ Անին դերասանուհի լինելուց եւ բլոգեր լինելուց զատ հայ մարդ է, հայ քրիստոնյա։ Այսօր ինչ որ մի փոքր խեղաթյուրված ասեմ, հա, այդ քրիստոնեությունը, կրոնը, այդ ամենը մի փոքր այլ կերպ է ընկալվում, կամ երբ որ դու գնում ես օրինակ ամեն կիրակի պատարագի, այդ մի փոքր այլ կերպ է ընկալվում։ Ես հայ քրիստոնյա եմ, ով ամեն կիրակի գնում է պատարագի, ով ապրում է, փորձում է ապրել հոգևոր կյանքով, իր շրջապատում, իր ընկերներին, իր հարազատներին ցույց տալով, որ հոգևոր կյանքը դա ֆանտաստիկ բան է, դա հոգու ներդաշնակությունն է, եւ փորձում եմ այս ամեն ինչի մեջ, գոնե շաբաթվա մեջ մի օր մի քիչ sense ազատվեմ այս աղմուկից, կտրվեմ այս ամեն ինչից։ Որքանով է պատարագ հոգնում։ Ամբողջությամբ դու ուղակի կտրվում ես, ուղակի վերանում ես այս ամեն ինչից, այս երուզերից, այս վազքից, այս շտապողականությունից։ Շաբաթվա մեջ գոնե մի օր, 2 ժամ դու անշտապ ես։ Ճտիկը անջատվում է, չէ՞ ուղղակի։ Ճտիկից բացի դու անշտապ ես։ Դու ոչ միտեղ չունես շտապելու։ Դու գիտես, որ դու այստեղ ես ու պիտի այստեղ լինես։ Քանի որ հոգևորից սկսեցինք, մենք որպես առաջին քրիստոնյա պետություն, կարծես թե այդ հավատի հանդեպ մեր վերաբերմունքը եւ առհասարակ մեր ազգի մոտեցումը շատ տարբեր է մեր պատմական ընթացքից։ Ինչու ենք մենք այսօր քիչ հավատացյալ դարձել, ինչն է ստիպել գուցե աշխարհում տիրող իրավիճակը, գուցե մեր կյանքն է մեզ ստիպել։ Ձեր կարծիքը որպես հայ մարդ, որպես քրիստոնյա մարդ։ Տեսեք, ասեմ Նարեկացին, եթե չեմ սխալվում, ասել է, որ այս ազգը շատ փորձություններ պիտի տեսնի, քանի որ նա Աստծուց հեռանալու հակում ունի։ Եվ մենք տեսնում ենք այդ փորձությունները։ Եվ մենք ասում ենք ուր է իր Աստված այն ժամանակ, երբ որ մենք արդեն փորձության մեջ ենք։ Իսկ փորձությունից առաջ մենք չենք հիշում դրա մասին։ Մենք փորձությունից առաջ չենք աղոթում, որ մեզ չտանի ի փորձություն։ Եվ հավատին առհասարակ այլ ձև ենք։ Այլ կերպ, օրինակներով խոսեմ, հա, ասում են երեխան կմեծանա, ինքը կորոշի, ինքը ուզում է լինել քրիստոնյա, թե ոչ։ Ասում են այդպես։ Այո։ Ես չեմ լսել անկեղծ։ Ես շատ եմ լսել։ Իսկապես շատ եմ լսել։ Երեխային փոքր տարիքում չի կարելի մկրտել, որովհետև ինքը կարող է մեծանա ու չուզենա, բայց այդպես չի։ Ես հիմա գուցե մի փոքր սխալ ընկալվի իմ ասածը, բայց մենք միլիարդանոց ազգ չենք, հա, մենք այդքան շատ չենք, որ որոշենք։ Ժամանակի վրա հույսը դնենք։ Ժամանակի վրա էլ չէ, որ որոշենք։ Մենք քրիստոնյա ենք ու պիտի լինենք քրիստոնյա։ Մենք գուցե բառընտրությունը սխալ լինի, բայց մենք չունենք այդ իրավունքը։ Մենք պիտի լինենք քրիստոնյա։ Իսկ դեպքում ինչպես է եղել, ձեզ սովորեցրել են մանկուց, թե դուք եք այդ ճանապարհը ընտրել։ Հայրիկիս կողմը, հայրիկիս ծնողները կաթոլիկ են, տատիկս կաթոլիկ է եղել ու մենք տոները ամեն ինչ կաթոլիկների նման ենք արել, բայց շատ հավատով կին է եղել, շատ հավատով։ Ու իր աղոթքները, իր հավատքը երևի դա էլ է նպաստել ինձ։ Հետո ես գիտակից տարիքում, մեծ հասակում գնացի պատարագի ու հասկացա, որ դա մի ֆանտաստիկ բան է։
Հետո սկսեցի ուսումնասիրել այլ կրոններ, ինստիտուտում սովորեցի դիցաբանություն, ուսումնասիրություններ արեցի ու հասկացա, որ կրոններից ամենակատարյալը քրիստոնեությունն է։ Ու եթե մենք օրինակ երեխան լույս աշխարհ գալուց ունենում է առաջնորդ, չէ՞, դա իր ծնողներն են։ Առանց ծնողների չի կարող։ Երեխան առանց մոր, առանց հոր չի կարող, չէ՞, մեծանալ։ Իրան պետք է սնել, պահել, կերակրել։ Դպրոց ընտրելուց մենք անընդհատ նայում ենք, որ լավը լինի իր դասվարը, իր ուսուցիչը լավը լինի։ Ինստիտուտ գնալուց մենք էլի նայում ենք, որ լավ ինստիտուտ գնա, որ կրթությունը լավը լինի, առաջնորդները լավը լինեն, այո։ Բա հոգևոր առաջնորդի դեպքում մենք ով ենք ուզում լինի իր հոգևոր առաջնորդը։ Շատ քչերն են կարծում եմ այդ մասին մտածում։ Հա։ Բայց ամենակարևորը դա է։ Իհարկե։ Իսկ այդ ամենի մասին մտածելով, այդ կյանքը ձեր մեջ ներդնելով, այսպես ասենք, ինչ ա փոխել ձեր տեսակի մեջ այդ։ Ու արդյոք եկել է ինչ-որ փուլ, որ դուք իսկապես զգացել եք, որ Անին այս տեսակից դարձել է այս տեսակը։ Ասեմ, Անին, երբ որ բարբերաբար գալիս է ընթացք, որ շատ է աշխատում ու անընդհատ աշխատանքի մեջ է լինում ու գուցե այդ կիրակին էլ չի ունենում պատարակի գնալու եւ կամ դեպրեսիվ շրջան է լինում, մարդ է մի վերջո եւ հեռանում է Աստծուց, հեռանում է եկեղեցուց, հեռանում է աղոթքներից, կատարյալ ուրիշ մարդ է դառնում։ Ես չեմ սիրում այդ աղջիկան։ Շատ այսպես հետաքրքիր նկարագրեցիք ձեր տեսակը, շատ հետաքրքրեց իրականում։ Ինչպես մասնագիտություն ընտրեցիք։ Մասնագիտությունը ինձ թվում է մանկուց կանխորոշված էր, այդ մասնագիտությունն է ինձ ընտրել, ես չեմ իրան ընտրել։ Իսկապես։ Ու ես իր համար պայքարել եմ, շատ եմ պայքարել։ Ես ծնվել մեծացել եմ գյուղում, հասարակ գյուղական ընտանիքում, որտեղ կար մի կարևոր նախապայման։ Որևէ բանի մեջ իմ ծնողները մեզ երբևէ չեն ճնշել, սահմանափակումներ եւ որևէ բան չի եղել իմ ընտանիքում, բայց եղել է մի կարևոր պայման, որ մենք պետք է ունենանք բարձրագույն կրթություն։ Մենք պետք է սովորենք, ես եւ քույրս։ Կրթությունը շատ կարևոր է եղել իմ ընտանիքի համար։ Ու ես մի փոքր մանիպուլյացիա եմ արել։ Մի օր ուղղակի հայրիկին ասացի, որ եթե ես չեմ գնում թատերական ինստիտուտ, ես չեմ գնում որևէ տեղ։ Ասացի, ոչինչ, ես ինչ որ գյուղից մեկի հետ կամուսնանամ, կգնամ ջերմոց կմշակեմ։ Ոչինչ։ Գյուղերում եւ հատկապես մարզերում օրինակ դերասանության հանդեպ վերաբերմունքը, իմ դեպքում լրագրության հանդեպ վերաբերմունքը շատ այսպես կարծրատիպային է ու միշտ չի որ ընկալվում էլի, այնպես ինչպես կա։ Ոնց կարողացեք այդ մանիպուլյացիան օգնեց որ գնաք այդ ճանապարհով, թե ամեն դեպքում սահմանափակում չկար նաեւ այդ մասով։ Չէ, ասեմ որ ծնողներս մինչև այսօր դեմ են իմ որոշման եւ իմ մասնագիտության հանդեպ դեմ են, իրանք չեն սիրում իմ մասնագիտությունը։ Չեն էլ հետևում։ Ինչ է կա։ Բացարձակ չեն սիրում իրանք։ Իսկ ով մայրս Անին դառնա։ Մայրս կուզեր լինեի բժշկուհի։ Հայրս հավանաբար իրավաբան։ Այսպես ստանդարտ մոտեցում է, բոլորի ծնողների։ Շատ ստանդարտ, այո։ Կամ օրինակ դպրոցում ուսուցչուհի, ով առավոտյան կգնա աշխատանքի եւ կեսօրին կվերադառնա տուն։ Ոչ թե կեսօրին կգնա թատրոն եւ գիշերը կվերադառնա տուն եւ դեռ հարց է կվերադառնա թե առավոտյան նոր նկարահանումից կգա տուն։ Բայց մի շատ կարեւոր բան կա իմ ընտանիքում։ Անկախ ամեն ինչից մենք քեզ հետ ենք։ Քո մեջքին կանգնած ենք։ Դա երևի ամենակարևորը։ Քո սխալը մեր սխալն է։ Այո, միշտ այդպես է։ Միշտ իմ ընտանիքում այդպես է, մենք քեզ հետ ենք։ Իսկ ինչպես հարմարվեցին այդ դրամային գրաֆիկին, որ ձեր կյանքը պիտի այսպեսին լինի։ Վեճեր, բախումներ շատ են եղել։ Իմ համառության շնորհիվ է եղել։ Շատ է եղել։ Մի ընթացք կար, որ ես ֆիլմում էի աշխատում ու հիմնականում առավոտյան էի տուն գալիս եւ դա շատ մեծ բախումների էր բերում։ Հայրիկս շատ էր բարկանում, չէր սիրում։
Ես ուղղակի իրեն մի օր ասացի, ես օրինակ բժշկուհի եմ եւ գիշերը հերթապահության եմ մնացել։ Ինչ տարբերություն։ Եվ հետո իմ ընտանիքը ճանաչում է իմ բոլոր ընկերներին, իմ ընկերները մեր տուն գալիս գնում են, իմ տանդերները այո միշտ բաց է, իրանք ճանաչում են իմ ընկերներին, շատ սիրում են, նույնիսկ նեղանում են, որ ուշ են գալիս մեր տուն, կարող է ինձ հետ կռվեն, ասեն, հո չես նեղացրել երեխուն, որ չի գալիս մեր տուն, բայց իմ ընկերներն են, էլի։ Իհարկե, դժվար է եղել գյուղից ամեն օր հասնել Երևան սովորելու ու գիշերը, երբ որ չկա տրանսպորտ, չկա երթևեկության որևէ մի միջոց հասանելի, որ կարող ես տուն հասնել ու Աստված գիտի թե ոնց ես տուն հասնում։ Եղել է այդ դժվարություններն էլ ա եղել։ Գյուղում մեծացած աղջկա համար այդ ճանապարհը դժվար չի։ Շատ դժվար էր, բայց ոչ մեկ չէր ասել, որ հեշտ է լինելու։ Հոգեբանական բարդ շրջաններ ունեցել եք։ Իհարկե։ Բայց լավ է, որ այսօր ժպիտով եք այդ մասին խոսում։ Ինձ չէին ասել, որ հեշտ է լինելու։ Ոչ մեկ չէր ասել, որ հեշտ է լինելու։ Սա քո ընտրությունն է, սա քո ընտրած ճանապարհն է, ու եթե ես հանկարծ թուլանայի, ես պիտի թողնեի ամեն ինչ։ Ես իմ օրինակը պատմում, ես հիշում եմ, որ ես պայքարի մեջ էի անընդհատ, երբ պիտի լրագրող դառնայի, իրականում այնպես չի, որ 100%-ով պատկերացնում էի մասնագիտությունը, բայց պայքարում էի ամեն դեպքում որոշմանս համար, բայց երբ ընդունվեցի համալսարան, հասկացա, որ սա ինչի մասին ես երազել եմ ու ինչը ուզում եմ, որ իմ կյանքում այդքան մեծ դեր ունենա։ Արդյոք ձեր մոտ էլ այդ նմանատիպ շրջան եղել ու ոնց եք հաղթահարել դա։ Այո, ես գնացել եմ դպրոցի հետ զուգահեռ թատերական ինստիտուտում 0 կուրս։ Իսկապես բարդ էր մի մարդու համար, ով երբևէ որևէ թատերական խմբակի չի գնացել, որևէ ծանոթ չունի այդ ոլորտում։ Լրիվ մենակ է ու ամեն օր գալիս էի տուն շատ հուզված, շատ նեղված, լիքը հարցեր էր լինում, ամեն դեպքում դու գյուղից ես ու քեզ հետ լիքը Երևանից մարդիկ կան, ովքեր քեզնից ավելի շատ բան գիտեն, ավելի շատ բան են տեսել, այն ճանապարհը, որ դու նոր պիտի անցնես, իրանք մի քանի անգամ գնացել եկել են, բայց ես գիտեի, որ եթե ես թուլանամ, ինձ ասելու են, օքեյ, դե արի ուրիշ տեղ գնա ընդունվի։ Բայց ես չէի ուզում։ Ես սիրում եմ իմ գործը։ Այդ պայքարի ընթացքում ինչը ընտրեցիք, որ ձեզ այդպես օգնեց, ինչ ճանապարհ ընտրեցիք։ Պայքարի ձևը, մեթոդիկան ո՞րն էր։ Հավատն էր իմ հանդեպ եւ անսահման սերն էր մասնագիտությանս հանդեպ։ Այդ սերը կար այնպիսին, ինչպիսին հետո ընդունվեցիք ու էլի նույնն էր, թե ինչ որ փոխվեց սերը մասնագիտության։ Ավելի շատացավ։ Հա, իսկապես հա։ Իսկ այսօր ոնց է։ Այսօր ամեն օր ավելի է շատանում, որովհետև այն էներգիան, այն զգացողությունը, այն ամեն ինչը որ ես ապրում եմ թատրոնում, ֆիլմում, թատրոնի մարդկանց միջավայրում, ես ոչ մի ուրիշ տեղ դա չեմ կարող ապրել։ Իսկապես եմ ասում, ես մարդ եմ, ով ամեն սթրեսի, ամեն դեպրեսիայի այդ արանքում, այդ ամեն ինչից դուրս գալու համար սովորում եմ մի նոր մասնագիտություն, մի նոր գործ։ Ես սովորել եմ գրիմ, ես սովորել եմ ոսկերչություն, ես սովորել եմ ասեղնագործություն, սովորել եմ հագուստի դիզայն ու լիքը այլ բաներ եւ դեռ ինձ մոտ կա ցանկ, որ պետք է սովորեմ, այո։ Մեկը։ Ես լիքը տարբեր գործերով եմ աշխատել։ Ես եղել եմ խանութում ակցիա անող աղջիկ, որ ինչ որ գեղեցիկ ստենդի կողքը կանգնած ներկայացրել այդ միջավայրում եմ եղել ու էլ հետ չեմ գնա, որովհետև իմը չի։ Շատ բաներ եմ արել, իսկապես շատ գործեր եմ արել, բայց ես գիտեմ ես ինչն եմ սիրում ու որտեղ եմ ես, այն աղջկան չեմ սիրում։ Այդ ամեն ինչի մեջ եղած աղջկան։ Այսօրվա անին մի խոսքով այն անին է ում մասին դուք մտածել եք, թե ավելի դեռ շատ տեղ ունի, իհարկե շատ տեղ ունի, որ ինձ գոհացնի։ Այնա ինչ որ ուզում եք, այնա այն ճանապարհն է, որը պիտի տանի ճիշտ տեղը։ Իհարկե։ Առաջին բեմելի երբ էր։
ասեմ, ես Ու ինչ ինստիտուտի էմոցիաներ տարիներից արդեն խաղացել եմ, տարբեր տեղերում եմ խաղացել, ինստիտուտի տարիներից դե առաջին ներկայացումը եղել է ինստիտուտի ժամանակ, երկրորդ կուրսի քննությանը, երբ որ արդեն մեծ բեմում ես խաղում քննությունը որպես այդպեսին ներկայացում է լինում եւ դու խաղում ես, բայց ասեմ իմ կյանքը փոխել է երրորդ կուրսի երկրորդ սեմեստրում մենք բեմադրել էինք Գոցիի Ագրավը Սամսոն Ստեփանյանի հետ, որ ասեմ այդ ներկայացման մեջ իմ դերը շատ մեծ էր, կխափեմ, փոքր դեր ունեի, բայց շատ էի սիրում այդ դերը, ու այն զգացողությունը, որ ունեցել եմ այդ ժամանակ, այդ ժամանակ եմ հասկացել ես ինչի եմ եկել թատերական։ Ինչ զգացողություն էր։ Այդ չես կարող նկարագրել։ Ընդհանրապես այդ էներգիա է, հանդիսատեսից եկող էներգիա է։ Դրանից հետո բոլոր խաղերում եք այդ էներգիան ստանում, թե միշտ չի որ։ Չէ, միշտ չի որ դա գալիս է։ Իսկ դժվար չի միշտ չունենալով այդ էներգիան խաղալ։ Ոնց եք նման դեպքերում վարվում։ Տեսեք, հիմնականում ինձ մոտ այնպես է ստացվել, որ ես մանկական ներկայացումներում եմ խաղացել, իսկ մանկական ներկայացումները դրանք մի ուրիշ ֆանտաստիկա են, որովհետև դու եթե մեծ հանդիսատեսին կարող ես ինչ-որ ձև խաբել, մանրակներն երբեք։ Ինքը եթե քեզնից չստացավ այդ էներգիան, երբեք քեզ հետ չի տալու։ Ու ավելի դժվար է։ Ու ավելի դժվար է, ինքը քեզ չի հավատալու։ Եթե մեծը կհավատա, ծնողը նստած երեխայի հետ կհավատա քեզ, երեխան չի հավատա։ Ու դա զգացվում է բեմից։ Իհարկե։ Իհարկե։ Հանդիսատեսը շատ մեծ դեր ունի։ Քո խաղի ընթացքը ոնց կգնա։ Իսկ կա ներկայացում, որ խաղացել եք ու չեք ուզում դրա մասին անգամ հիշել, որովհետև մտածում եք, որ չի ստացվել ամեն դեպքում։ Չէ։ Բայց կան ներկայացումներ, օրինակ եղել է ուսանողական տարիների ներկայացում, որ խաղացել ենք ու մի անգամ ենք խաղացել ու ես էլի կուզեի խաղայինք։ Ես այդ կերպարին կարոտում եմ, այդ կնոջը կարոտում եմ։ Պրիստլիի վտանգավոր շրջադարձում մոդ մոքրիջ էի խաղում։ Ես այդ կնոջը կարոտում եմ։ Իսկ յուրաքանչյուր կերպարից դուք ձեր անձի մեջ նոր ինչ-որ հատկանիշ դնում եք։ Իհարկե, իհարկե։ Նախ յուրաքանչյուր կերպար ստեղծելիս, դետալ հավաքելիս, դու նոր բաներ ես սովորում։ Օրինակը բերեմ հենց այդ կերպարի վրա, որ Իրանից խոսեցինք, դրա համար այդ կերպարի մասին խոսեմ, ինք 60-նանց կին էր ու գրող կին էր։ Ես գիտեք ինչքան եմ օրինակ գրող կանանց հետևից գնացել, որ տեսնեմ իրանք ոնց են քայլում։ Ինքը ծխում էր, տեսնեմ ոնց են ծխում օրինակ կանայք, ինչ ժեստ են անում ծխելու ընթացքում։ Մտածում ես ինչ է մտածում ինքը այդ ընթացքում, այդ դադարի ընթացքում։ Ու այդ ամեն ինչը ուզես թե չուզես գալիս է քո կյանք։ Ամիսների աշխատանք է կարծում եմ։ Իհարկե։ Իհարկե։ Շատ մեծ աշխատանք է։ Կյանքում միշտ դուք մարդկանց այսպես մանրազնին ուսումնասիրում եք, որ գուցե ինչ-որ մի պահ ինչ-որ կերպարի համար պետք կգա։ Հա։ Հա։ Երբեմն դա ինձ խանգարում է։ Օրինակ պատարակի ժամանակ շատ է խանգարում, որ ես պատարակի ժամանակ մեկ էլ կարող է շեղվեմ ու ինչ-որ մեկի սկսեմ ուսումնասիրել, ասեմ, չէ, դու ստեղ ուրիշ բանի համար ես։ Բայց հետաքրքիր է կարծում եմ։ Հա։ Հիմա օրինակ պատրաստվում ենք ֆիլմի, ընկերոջս իմ սիրելի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի 2020-ի հրեշտակները ֆիլմին ենք պատրաստվում։ Կերպարս բուժաշխատողի կերպար է։ Պատերազմի ժամանակ բժիշկների կատարած աշխատանքի մասին է։ Մենք գնում ենք դասերի։ Բժշկություն ենք սովորում, վիրահատություններ ենք նայում։ Ու ամեն անգամ մի նոր բան եմ սովորում, մի նոր ոչ թե մասնագիտական բժշկական նոր բան եմ սովորում, դա միանշանակ սովորում եմ, այլ թե իրանք ոնց են իրանց պահում։ Օրինակ վիրահատություններից մեկի ժամանակ բժիշկներից մեկը, վիրահատող բժիշկը, մեկ ուրիշ բժիշկ մոտեցավ, դե վիրահատող բժիշկը ստերիլ վիճակում է գտնվում եւ իրեն չպետք է կպնես։ Այո։ Կատեգորիկ պետք է չկպնես։ Իր ընկեր բժիշկներից մեկը մտավ վիրահատարան, ասեց կգաս մոտ գնաց ու ճակատի քրտինքը մաքրեց նրա ուսին։
ու սենց լորցեն ասում հա սենց էլա լինում։ Ու չեմ ասում, որ վիրահատարանում ասմունքում են, երգում են, շատ ուրախ անցնում։ Այդ ինձ որպես բժշկի կերպար ավելի շատ դա է հետաքրքիր։ Ես ավելի շատ դա պետք է վերցնեմ իրանց։ Ինչ երգեր են երգում։ Ինչ են ասմունքում։ Ասեմ հիմնական երգում են հայրենասիրական երգեր։ Այդ հենց ֆիլմի հետ կապված։ Չէ, իրանք ուղղակի պարզ վիրահատություն է, պլանային վիրահատություն է։ Եկել է մարդը իր լեղապարկն է վիրահատում։ Ուղղակի։ Իրանք էլ են մարդ։ Բժիշկներն էլ են մարդ։ Երաժշտության ու ասմունքի մեջ էլ էներգիա կա պիտի դա։ Հա, բա իրանք էլ են, չէ, նեղվում։ Հեշտ չի ինչ որ մեկին օրինակ ամպուտացնելը։ Իհարկե։ Ամպուտացնելը ու դրանից հետո այդ մարդուն ասելը, որ գիտես մարդը շոշափումա չկա, ոտքը, պետք է կարողանաս չի ասել։ Դերասանի համար ամեն դեպքում շատ բարդ է այդ ճանապարհով անցնել, դրանից հետո էլա չէ պետք ինչ-որ շրջան, որ ինքդ վերականգնես։ Ես ունեցել եմ այդպիսի բարդ շրջան, ես Ջիվան Ավետիսյանի նախորդ ֆիլմում եղել եմ գլխավոր գրիմյորը, նաև գրիմով եմ զբաղվում, ես այդ ամբողջ ընթացքում ուսումնասիրել եմ պատերազմը, նայել եմ ռեալ վիդեոներ, գնացել ենք մորգ, ուսումնասիրել եմ դիակներ ու դրանից հետո ինձ շատ ժամանակ էր պետք, շատ ժամանակ էր պետք վերականգնվելու համար, որ օրինակ հաց ուտելուց այդ տեսարանը չկար աչքիս առաջ, որ այդ մեղքի զգացումով չապրես, որ դու ապրում ես, իրանք չէ։ Շատ բարդ թեմա է իրանք։ Այո։ Ուզում եմ միանգամից անցնենք շատ պոզիտիվ թեմայի, բլոգինգին։ Անին բլոգում ինչպիսին է, ձեզ գիտեն բարբառով խոսող այն աղջիկ ու բավականին ակտիվ տարածում եք գտնում ձեր կոնտենտը, բավականին հետևորդներ ունեք, սիրված եք։ Շատերը դերասանության մեջ մտածում են, որ դերասան եմ վերջ, սա այսքանով սահմանափակվեմ, իմ հայտնիությունը այստեղ վայելեմ, ինձ օրինակ բլոգինգը պետք չի, կամ գուցե բլոգինգի մեջ չանեմ այն ինչ որ նորը պիտի լինի, այլ ներկայացնեմ այն ինչ որ արդեն կա, ժամանակ չծախսեմ եւ այլն։ Ինչու դուք որոշեցիք նոր կոնտենտ ստեղծել, ինչը դրթեց, որ լինի այսպիսի բլոգ։ Ասեմ, շատ պատահական է դա ստացվել, իսկապես շատ պատահական է եղել։ Ես այդ ժամանակ աշխատում էի թանգարանում ու թանգարանի իմ հետ աշխատակիցները անընդհատ ինձ ասում էին, ինչի դու չես բլոգ վարում, ինչի համար դու բլոգ չես վարում, ինչու չունես դու քո կոնտենտը, ու տենց անընդհատ հումորներ էի անում, ու մի օր մեր աշխատակիցներից մեկը պատրաստում էր ամուսնանալու ու օժիտ էր հավաքել իր համար, մենք իրանց տանը հյուր էինք, ասի գայուր սպասի մի հատ բանը, այս քո օժիտը ես ծաղկացնեմ, քանի որ տեսել էի, ես դա տեսել եմ, իսկապես տեսել եմ։ Գյուղերում ոնց է չէ՞։ Այո։ Մայրս օրինակ քերիս աղջիկների օժիտները ինքն է ծաղկացրել, ես դա տեսել եմ։ Ու դեն սկսեցի հումորային շատ մեզ համար է եղել այդ վիդեոն, իսկապես մեզ համար է եղել։ Դա չի եղել նկարված Instagram-ում կամ որևէ այլ սոցհարթակում տեղադրելու համար։ Նպատակային չի եղել։ Բացարձակապես։ Հետո ինձ համոզեցին, նախ իմ TikTok-ը օրինակ ես չեմ բացել, իրանք են բացել։ Անկեղծ եմ ասում, սկզբի վիդեոներ կան, որ իրանք են դրել, ինչ-որ թանգարանային առօրյայից բան։ Ու ես ասացի երեխեք, օքեյ, դնում ենք, բայց եթե մի հատ վատ կոմենտ եղավ, մի հատ վատ արձագանք եղավ, միանգամից ջնջում ենք։ Դնում ենք ու սենց անհասկանալի մեծ դիտումներ ա լինում։ Ես կյանքում չէի պատկերացնի, որ տենց բան կլինի։ Հետո արդեն սկսեցի այդ ամեն ինչը շարունակել, այդ կերպարին աճացնել, մինչև որ հասանք այստեղ։ Բայց դա ինձ, օրինակ դա Անիի հետ կապ չունի։
Իրական Անիի հետ դա կապ չունի, դա կերպար է։ Ինչ եք ուզում դուք ցույց տալ։ Այստեղ բարբարն է առաջին տեղում, բարբարի ներկայացումը, թե բարքեր, որոնք ընդունված չեն, դրանց այսպես քննադատաբար մոտենալը, գուցե ինչ որտեղ հումորով մոտենալը, ինչն է առաջին տեղում ձեզ համար։ Ես օրինակ միշտ ասում եմ յուրաքանչյուր հարցի շուրջ, եթե պետք է վիճել, դա կարող ես ասել հումորով, եւ դա ավելի հեշտ լուծում կունենա եւ ավելի հեշտ կընկալվի եւ կմարսվի։ Ցավալի է, բայց դեռ կան այդ բարքերը, օրինակ վինետկայով աղջիկ ուզել։ Իսկապես։ Այո։ Ես դա չեմ հորինել, դա եղել է։ Վինետկայով աղջիկ են ուզում։ Այս աղջիկը լավն է, չէ, սա գնացել է Երևան սովորել, հետա եկել, իրան պետք չի ուզել։ Ես մտածում եմ ժամանակները փոխվել են, վերջին շրջանում նման դեպքերի չեմ հանդիպել։ Չէ, կան։ Իսկապես կան։ Մարզերում դեռ մնացել է։ Կա խոպան ասվածը դեռ, երբ որ կարող են ամուսնանալ, կնոջ թողել ընտանիքի հետ ու իրանք գնան։ Տարվա մեջ 1 ամսով գան, թե չէ, դե Աստված գիտի։ Եթե աղջկա բախտը բերի, կգա։ Ու հետո քննադատել կանանց, չէ։ Այո։ Եվ այդ աղջիկը պարտավոր է ապրի տղայի ծնողների հետ, իրանց համար լինի խոնար հարս, լվացքի մեքենա, աման լվանալու սարք, չգիտեմ, ու բորշիցա, մնացած այլ բաները, ու եթե հանկարծ այդ աղջիկը օրինակ այսօր հավես չունի աման լվանալու, այդ ամբողջ Գերդաստանով խոսելու թեմա է։ Թե աղջիկը հավես չունի այսօր, ուղակի տուն մաքրելու, ուզում է անկողնուց չվերկենա, մարդ է ինքը, անձրևա տրամադրություն չունի։ Չէ, ինքը պետք է անպայման անի, որտեղ ինքը հարս է։ Իսկ այ որ այդպես քննադատողական այդ թեմաներին այդպես մոտենում եք թեկուս հումորով, կան մարդիկ, ովքեր գալիս քննադատում են, քարկոծում են, որ դա ճիշտ է, դա լավ է, ինչու եք մեր բարքերը այսպես խեղաթյուրում։ Անձամբ ինձ չեն ասում, բայց վստահ եմ, որ խոսվում է դա։ Մեկնաբանություններում չեն գրում։ Ես չեմ կարդում։ Իսկապես չեմ կարդում։ Ես չունեմ այդ ժամանակը։ Դնեմ կոմենտ կարդող։ Չսա պետք։ Դե դա շատ լավ է։ Բայց ես օրինակ մայրիկիս էլ մեկ բանը հումորով, սթորիներով էլ, տանն էլ հումորով ասում, դե դու հարս ես, դի անես։ Ասում քեզ հարս ենք բերել։ Ասում մեր տան միակ հարսը դու ես, բա ով անի, հո ես չեմ անելու, ես իմ հոր տանն եմ։ Դու ես որ հարս ես եկել, երեք չեկել ես մեր տանը, մեր հաշվին ապրում ես, մի հատ էլ չանես։ Նույնիսկ կյանքում էլ եք հումորով վերաբերում շատ հարցեր։ Հա, իհարկե։ Դա փրկում է։ Դա կխելագարվես ուղակի։ Իսկ կա ինչ-որ մի բան, որ նաև ուզում եք փոխել կոնտենտի մեջ, նոր ինչ-որ բաներ ստեղծել դերասանի համար։ Հա, ուզում եմ արդեն որպես դերասանուհի ներկայանալ։ Այո։ Որ ես որպես դերասանուհի չընկալվեմ հումորի եւ բարբարի հետ։ Այլ իսկապես որպես դերասանուհի ընկալվեմ։ Եթերից առաջ մի հետաքրքիր բան ասացիք, որ եթե գնում եք մի մարզ ու կա այդտեղ բարբար, դուք ձեզնից անկախ այդ բարբարով եք սկսում խոսել։ Կարծում եմ դրա համար շատ մեծ ջանք է պետք, գոնե լավ հիշողություն է պետք այդքան բարբարը հիշել ու, չգիտեմ, մեծ սերել է նաև պետք։ Ոնց է ձեզ մոտ հաջողվում դա ու դա կապ ունի այն կոնտենտի հետ, որը ստեղծում եք, այսինքն փոխկապակցվածություն կա այս ամենի մեջ։ Ինձ հեշտ է տրվում։ Իսկապես հեշտ է տրվում։ Դա երբ է սկսվել ձեզ մոտ։ Միշտ։ Հա, փոքր տարիքից երբ որ խոսել են, ես սկսել եմ ասեմ։ Հիմա ես ձեզ ասեմ։ Կար մի շրջան, որ այսպես վատ էր դա, էլի, որ գյուղից եկած մարդիկ փորձում էին իրենց բարբարը թաքցնեին, որովհետև ամոթ էր, որ դու բարբարով ես խոսում։ Այո, ասում էին անկիրթ է։ Օրինակ իմ մայրիկի կողմը, մայրիկիս ծնողները Գեղարքունիքից են, հայրիկիս կողմը Շիրակի մարզից են։ Բայց համ հայրիկիս, համ մայրիկիս ծնողները եկել են Արարատի մարզ։ Իմ ծնողները Արարատի մարզում են ծնվել, մեծացել։ Իսկ կոնկրետ մեր գյուղում բարբար չկա։ Ու մայրիկս երբ որ օրինակ կարար ինչ որ բառ ասեր բարբարով,
Ես դրանից գիտեք ոնց էի նեղվում։ Ես ամաչում էի, որ հանկարծ իմ ընկերների մոտ իմ մաման բարբարով մի բառ չասի։ Ես ինձ դրանից վատ էի զգում։ Ոնց հաղթահարեցիք դա։ Հումորով։ Կրկին Միշտ։ Հումորը ինձ համար ինքնապաշտպանողական ռեակցիա է։ Երևի ամենալավ ինքնապաշտպանողական ռեակցիան է։ Այո։ Այն ինչից որ ես մի ժամանակ կոմպլեքսավորվել եմ, դա հիմա հումոր է։ Դրա վրա ես կարող եմ անթիվ հումորներ անել։ Ու տենց մանկուց ես լսել եմ տարբեր բարբառներ։ Օրինակ հիմա երեք մի հատ բառ ասեց մամաս, իհարկե ինքը դա շատ չի օգտագործում, 1000-ից 1 կարող է ասի, ու ես փորձում եմ երեկվանից հիշել դա Շիրակի բարբառն է, թե Գեղարքոնիկի։ Հիշում եք ինչ բառեր։ Հա, խոլորնալ։ Ոնց ես խոլորնում։ Տիպը թարս ես նայում։ Երկու կողմին էլ շատ նման է, անկեղծ ասած։ Հա, բայց այդ ավելի շատ երևի հորական տատիկս ասած կլինի։ Եթե հետևորդների մեջ կան մարդիկ, ովքեր գիտեն, ինչ է նշանակում խոլորնալ, բանություններում գրեք, մեզ հուշեք հասկանանք։ Իսկ ցանցը ձեզ դուր գալիս է այնպիսին ինչպիսին կա այսօր։ Չէ։ Ինչու։ Չես հասկանում ինչի մասին է։ Անկեղծ չի։ Չէ։ Բացարձակ անկեղծ չի։ Բացարձակ անկեղծ չի։ Որքան էլ փորձում են անկեղծներ դասնել, չէ։ Բացարձակ անկեղծ չի։ Դա է վանում ձեզ։ Բոլորը շատ էսթետիկ են։ Բոլորը շատ իդեալական կյանքով են ապրում։ Բոլոր ընտանիքներում համերաշխություն է։ Բոլորի երեխաները չգիտես ինչի էսպես միշտ մաքուր են, միշտ գեղեցիկ են, միշտ խելոք են, ոչ մեկի երեխան կապրիզ չի անում եւ ոչ մեկի երեխան ինչ որ տարիքային ճգնաժամեր չի ունենում։ Բոլորի երեխաները իդեալական են։ Ու դա հասարակ մարդկանց համար ճնշող է։ Այո, որտեղ մարդիկ գտնում են մի հատ անկեղծ բան, վազում են դեպի այդ կողմ։ Հա, ու եթե մարդիկ կան օրինակ, որ կմտածեն, կձգտեն օրինակ այդպեսին դառնալու, հա, էսթետիկ, լավը դառնալու, բայց ցավոք պիտի ասեմ, որ մեր երկրի մեծամասնության, մեր ժողովրդի մեծամասնության կրթությունը թույլ չի տալիս այդքանը հասկանալու եւ իրանք կսկսեն ճնշվել, որ ինքը լավ է ապրում, իր մոտ ամեն ինչ իդեալական է, իսկ մեր մոտ էս խնդիրը կա, էս կա։ Ու դա ճնշող է։ Իսկ ո՞նց եք նայում այն հարցին, որ շատերը այսպես առանց սահմանների փորձում են ներկայացնել իրենց կյանքը, այսինքն որքան էլ անկեղծ լինի, անկեղծությունն էլ պիտի ինչ-որ տեղ չափավորված լինի։ Իհարկե, բայց կարծես թե այդ մասով էլ մենք հաճախ սահմանների խախտում ենք ունենում։ Մենք հիմա չունենք անձնական կյանք, մենք չունենք անձնական տարածք։ Օրինակ ես պատմություն պատմեմ, իմ հորաքրոջը, իմ հորեղբոր նշանադրությանը չեն տարել, որովհետև հղի է եղել։ Ասել են ամոթ չի, փորը վերցնի ուր գա։ Ծայրահեղություն եմ ասում, բայց դա շատ անձնական է եղել, հղիությունն էլ անձնական եղել։ Ախր պետքա ոնց որ չես ունենում, քոնը չես ունենում։ Տալիս ես, ամբողջը տալիս ես։ Ու դու ինչքան տաս քո լսարանին, իրանք էլի են ուզելու, ավելի շատ բան են ուզելու քեզնից։ Դու ինչքան շատ ես տալիս, դու այդքան սպառվում ես։ Քեզ համար պիտի պահես քոնը, իսկականը, քո իսկականը։ Չես կարող ամեն ինչ տալ։ Չգիտեմ։ Կարծում եմ շատ լավ նոտա է, այս նոտայի վրա ամփոփելու համար այդ անձնականի պահը միշտ պիտի սահմաններ իմանալ, այդ կարմիր գծերը չհատել երբեք ու նաև համացանցից դուրսել։ Միշտ պիտի իմանալ, որտեղ, ինչի համար, երբ։ Եվ պետք է երբևէ ազատությունը սանձարձակության հետ չշփոթել։ Ազատությունն է այստեղ է։
Միշտ շնորհակալ եմ Անի ջան զրույցի Ես եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ Ցանցի մարդիկ հաղորդումների գործարար ալիքի եթերում լսում կամ դիտում իմ զրուցակիցը դերասանուհի եւ բլոգեր Անի Հովսեփյանն էր, ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, կհանդիպենք։